Էսի Կիբիրյա։ Կիբիրյացի ընդդիմության հիշեցի, դրանք խեն տենց պասի։ Կեն կարող խաղան։ Իքիբիր ուտելիս, ընտրողների հետ շփվելիս, պիկապի վրա ելույթ ունենալիս, երեկոյան ու առավոտյան էլ սոցիալական ցանցերում Փաշինյանի ուշքն ու միտքը ընդդիմադիրներն են։ 5 օր է, ինչ սկսվել է նախընտրական քարոզարշավը ու բոլոր օրերին Փաշինյանի քարոզչական օրակարգը իր հիմնական մրցակիցներն են՝ Քոչարյանը, Կարապետյանն ու Ծառուկյանը։ Որևէ մեկը ես ձեզ 100%-ով ասում եմ, այդ օլիգարխներից որևէ մեկը իրա գողացացի եւ կալուգացի եւ բելարուսամետը իրա գողացացի 5%-ը չի տվել թեկուզ տուկի թելի կամ բրնդի ձևով։ Ծառուկյանը Փաշինյանի թիրախում էր նաև 3 այսօր ապարանում հայտարարեց, թե պետությունը նրա փեսայից եւ աղջկանից ապօրինի գույք է վերցրել։ Ընդամենը օրեր առաջ վճռաբեկ դատանի վճիռը ուժի մեջ մտավ, Կոտայքի նախկին մարզպետի տունը առանձնատունը պետականացվեց։ Եվ այդ տունը հիմա իրանը չէ, տունը հիմա ձերն է։ Փաշինյանի հայտարարությանը զուգահեռ գլխավոր դատախազությունը հրապարակեց մանրամասներ։ Փաստացի գործընթացն ավարտին է հասցվել հենց վերջին 2 օրերին կայծակնային արագությամբ։ Ըստ պաշտոնական տվյալի Ծառուկյանի փեսայից եւ աղջկանից բռնագանձվել է Առինջի առանձնատունը, Հողամաս Ծաղկաձորում եւ Ակվաբանկի 2000 բաժնետոմս։ Դատախազությունը խոստանում է շարունակել բռնագանձումները։ Ինձ էլ էին դատել, հիմա արդարացրել են, դա ոնց է, դե թող պատասխան տա։ Վրալ են դրապոնի հարստացում, սաղ կյանքս աշխատել եմ, կոմունիստերի ժամանակ 89 թվին թղթերնել ունեմ, օրը 1 միլիոն աշխատել եմ, ֆակտուրանել կա, աշխատող ստեղծող գիտեն, սենկից եմ սկսել, գալգոտկա եմ արել, կոշկի ցեղ եմ բացել։ Իշխող ուժի վարչապետի տեխնատուն ապարանում հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը սպասարկում են օտարերկրաշահեր։ Մեկի տղանա պատանդ ուրիշ երկրում, որտեվ Հայաստանում հետախուզման մեջ է։ Իսկ է մյուս կալուգացի օլիգարխի ունեցվածքն է պատանդ ուրիշ երկրներում։ Փաշինյանը Ծառուկյանի օգտին քվեարկությունը համարում է Լուկաշենկոին տրված քվե։ Նա հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Բելարուսի նախագահը օգնում էր Ադրբեջանին։ Ես դեմ չեմ, միանգամից ասեմ, բայց ով որ Գագիկ Ծառուկյանին ձայնա տալիս, ուղիղ քվեարկումա Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի օգտին, այն Լուկաշենկոյի օգտին, ով Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում խոստովանեց, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը Ադրբեջանի կողմից։ Մի հատ է Ծառուկյանը կանգնում է Լուկաշենկոյին պաշտպանում է, ժողովուրդ ջան։ Լուկաշենկոյին պաշտպանում է, գիտեք ինչի, որովհետև տղեն պատանդ է Բելարուսում։ Բաքվին օգնողին Փաշինյանը փաստացի չի ներում, բայց 44-օրյա պատերազմը նախաձեռնողի եւ պաշտոնական տվյալով մոտ 4000 զոհի պատճառ դարձած Ալիևի հետ հարևանություն է անում։ Իսկ Զելենսկին, որը ըստ տարբեր տեղեկությունների ֆոսֆորային ռումբեր էր մատակարարել Բաքվին 44-օրյա պատերազմի ժամանակ, ընդունում է Հայաստանում եւ թույլ տալիս այստեղից հայտարարություններ անել Ռուսաստանի դեմ, փչացնելով հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ։ Այսօր ասում եմ, ասեց որ Ծառուկյանին ձայն տվողները տալիս են Բելարուսիային, Լուկաշենկոին են տալի։ Ես էլ ասում եմ, այսօր ով ԿՊ-ին ձեռնատալի, դա տալիս է Ալիևին եւ Էլդողանին։ Փաշինյանը հեգնանքով հիշեց նաեւ ԲՀԿ առաջնորդի որդու Նվեր Ծառուկյանի քրեական պատմությունը։ Երեխեքը մտածել են ասմապան են, կազինոից տղեր ու ռնգեղջուրներ են դուրս գալիս, դրա համար են կրակել։ Տղես ասում ամսի 7-ից հետո կվերադառնա։ Նկատի ունի իրանք ընտրությունները հաղթեն, վերադառնա, որ շարունակի կրակել Աբովյանում, Պալահովիտում, Երևանում եւ մնացած բոլոր տեղերը։ Ոչ, ինքը չի վերադառնալու, իրան վերադարձնելու են եւ ուղարկելու են համապատասխան տեղը կրելու իր պատիժը։ Արա գնացեք դուք մեր գերիներին բերեք, ամոթը։ Բայց ես էլի իմ բարձունքից չեմ իշտում, ասենք թույլ չեմ տալի, որ ասենք թե իմ բարձունքից իշտեմ, պատասխանեմ։ Հիմնական ամեն մարդն գիտի գնահատականներ պատասխանել։ Այլ թող իրենց արածների պատասխանը տա։